Այսօրվա մեր զրույցի վերնագիրն է «Ընդունիր Սուրբ Հոգին»։ Սա շատ առանցքային թեմա է ամբողջ Նոր Կտակարանում, մի թեմա, որը վերաբերում է ցանկացած քրիստոնյայի, քանի որ յուրաքանչյուր քրիստոնյա պետք է ընդունի Սուրբ Հոգին։ Դժբախտաբար եկեղեցում, մասնավորապես ավետարանական, հոգեգալստական, խարիզմատիկ շրջանակներում մեծ շփոթություն և թյուրըմբռնում կա առ այն, թե ինչ է նշանակում ստանալ Սուրբ Հոգին։ Օրինակ, մկրտականը կարող է ասել, դե ես ստացա Սուրբ Հոգին, երբ վերստին ծնվեցի և այլևս ոչնչի կարիք չունեմ ստանալու։ Հոգեգալստականը կասի, ոչ, վերստին ծնվելիս դու Սուրբ Հոգի չես ստացել, Սուրբ Հոգի չես ստանա, քանի դեռ չես մկրտվել հոգով ու չես խոսում լեզուներ, և նրանք այդպես կվիճաբանեն։ Այսպիսով, երբ քրիստոնյաները Սուրբ Գրքի հիման վրա անկեղծ բանավիճում են, սովորաբար իրականությունն այն է, որ նրանցից յուրաքանչյուրը մասամբ ճիշտ է և մասամբ սխալ։ Եվ ես հավատում եմ, որ այսօր կարող եմ օգնել ձեզ հարթելու այս շփոթությունը։ Կարևոր փաստն այն է, որ Նոր Կտակարանը խոսում է երկու ճանապարհների մասին, որոնց միջոցով մարդիկ կարող են ընդունել Սուրբ Հոգին։ Երբ տարբերակենք այս երկու միջոցները, ապա այլևս շփոթություն չի լինի։ Այս երկու ճանապարհները սահմանելու և դրանց տարբերությունը ցույց տալու համար կդիտարկեմ երկու պատմական դեպք Նոր Կտակարանից։ Ես կանդրադառնամ եկեղեցու համար վիթխարի պատմական կարևորություն ունեցող երկու քրիստոնեական կիրակիներին։ Առաջինը կոչում եմ Հարության կիրակի և երկրորդը, որը երկու շաբաթ անց տեղի ունեցավ, կոչում եմ Պենտեկոստեի կիրակի։ Այսպիսով, այս երկու կիրակի օրերին էլ հավատացյալները Սուրբ Հոգի ստանալու փորձառությունն ունեցան։ Սակայն դրանք տարբեր էին, և երբ կարողանանք տեսնել յուրաքանչյուրի բնույթը, ապա կարող ենք հասկանալ, թե անձնապես մենք որտեղ ենք գտնվում դրանց համեմատ։ Արդյոք ընդունել եմ Սուրբ Հոգին, մի՞թե այլ բան կա ստանալու։ Ինչ է իր մեջ ներառում Սուրբ Հոգի ստանալը։ Հետևաբար, նախ և առաջ ցանկանում եմ ընթերցել Հարության կիրակի օրը Հիսուսի առաջին հայտնությունը իր մի խումբ աշակերտներին, ինչպես որ գրված է Հովհաննեսի ավետարանի 20-րդ գլխում։ Կարդում ենք Հովհաննեսի 20-րդ գլխի 19-ից 22 համարները։ John 20:19 through 22. Եվ նույն օրը, միաշաբթի երեկոյան, դուք իհարկե գիտեք, որ միաշաբաթը շաբաթվա առաջին օրը մենք կիրակի ենք կոչում։ Շաբաթ օրը շաբաթվա 7-րդ օրն է։ Կիրակին նոր շաբաթվա սկիզբն է։ Եբրայերեն այն կոչվում է Յոմ Ռեշոն, առաջին օր։ Այսպիսով, փաստորեն եբրայերենն ավելի հավատարիմ է մնացել Աստվածաշնչին իր շաբաթվա օրերի անուններով, քան մենք։ Ցավոք, ինչպես անգլերենում, այնպես էլ եվրոպական շատ այլ լեզուներում շաբաթվա օրերը կոչվել են հեթանոսական աստվածությունների անուններով, ինչպես օրինակ Ուոդենի օր, Թորի օր, կիրակին անգլերենում բառացի նշանակում է արևի օր, հասկանում եք։ Ցավալի փաստ է, որ մենք շաբաթվա օրերը սահմանելու հարցում շատ հեթանոս ենք մնացել։ Մինչդեռ եբրայերենում շաբաթվա օրերը կոչվում են օր 1, օր 2, օր 3, օր 4, օր 5, օր 6, 7-րդ օրը շաբաթն է, որին հետևում է կիրակին, Յոմ Ռեշոնը։ Եթե դուք ապրեք այնպես, ինչպես օրինակ մենք ենք ապրում Երուսաղեմում, ապա շաբաթվա ամենազբաղված օրը կլինի կիրակին։ Ամեն ինչ վերելք է ապրում։ Նրանք շաբաթ օրը հանգստացել են և հիմա ամեն մեկը սկսում է շաբաթվա իր առաջին օրը։ Եվ Իսրայելում հավատացյալների համայնքների մեծ մասը պաշտամունք են անցկացնում շաբաթ օրը, քանի որ կիրակին աշխատանքային օր է, հասկանում եք։ Սա ուղղակի իմիջիայլոց։ Սրա համար ինձ հավելավճար պետք չէ։ Եվ այսպես, վերադառնանք 19-րդ խոսքին։ Միաշաբթի երեկոյան, երբ դռները փակված էին այնտեղ, ու աշակերտներն էին հավաքված հրեաների վախից, Հիսուսը եկավ ու նրանց մեջ կանգնեց և նրանց ասաց. «Խաղաղություն ձեզ»։ Եվ այս ասելով նրանց իր ձեռքերն ու կողը ցույց տվեց։ Ինչու նա այդ արեց։ Որպեսզի հավաստիացնի, որ նրանք նայում էին այն նույն մարմնին, որը խոցվել էր խաչի վրա։
փառավոր կերպով կերպարանափոխված, սակայն միևնույն մարմինը։ Then the disciples were glad when they Աշակերտներն saw the ուրախացան, Lord երբ was Տիրոջը come back տեսան, from the Հիսուսը sea. դարձյալ ասաց նրանց. «Խաղաղություն ձեզ»։ Then Jesus said to them again, Ինչպես իմ "Peace հայրն ինձ to you." ուղարկեց, ես էլ ձեզ եմ ուղարկում։ Եվ այս ասելով նրանց վրա փչեց ու ասաց. When «Առեք he had Սուրբ said Հոգին»։ this, he breathed on them and said to them, "Receive the Holy Spirit." Now I want to comment on that. Հիմա ուզում եմ last մեկնաբանել verse այս that I read. խոսքը։ Կենցաղային լեզվով The word փչել բառը գործածվում է այն դեպքում, երբ օրինակ in secular ֆլեյտահարը language երաշտություն is used ստանալու as a համար flute player փչում է իր blowing գործիքի into the mouth անցքի of his մեջ։ instrument to produce music. Ըստ իս Հիսուսը ոչ թե հեռու կանգնած միանգամից փչեց բոլորի վրա, այլ նա արեց այդ անհատապես յուրաքանչյուրի մեջ փչելով, իսկ հետո ասաց. «Առեք Սուրբ Հոգին»։ Հունարենը շատ զգայուն է ժամանակաձևերի հարցում։ Հունարենում հրամայական եղանակի մեկից ավելի ձևեր կան։ Եվ այդ յուրահատուկ ժամանակաձևը ցույց է տալիս, որ աշակերտները պետք է ստանային այն պահին, երբ նա ասաց այդ խոսքերը։ Այսպիսով այդ ժամանակ աշակերտներից յուրաքանչյուրը ստացավ Սուրբ Հոգին։ Այս մասին հարց չի կարող լինել։ Որն էր դրա նշանակությունը։ Ինչպես ես եմ հասկանում, նրանք այդ պահին հին կտակարանի փրկությունից անցան նոր կտակարանի փրկության։ Հասկանում եք, կային մարդիկ, ովքեր փրկվեցին հին կտակարանի օրերում։ Նրանք փրկվեցին հավատալով այն զոհին, որը դեռ չէր կատարվել։ Սակայն խոստացվել էր մարգարեների եւ գրվածների միջոցով։ Նրանք հավատքով տեսան հեռվում մի բան, որը դեռևս չէր կատարվել։ Սակայն նոր կտակարանում մենք փրկվում ենք հավատալով խաչի վրա կատարված պատմական փաստին, Հիսուսի զոհին։ Երբ Հիսուսը մահացավ, նա ասաց. կատարվեց։ Մենք հետ ենք նայում դեպի կատարված փաստը։ Հիմա նոր կտակարանի փրկությունն ապրելու համար Պողոսն ասում է, որ երկու բան է անհրաժեշտ։ Հռոմեացիս 10:9 խոսքը. «Որովհետև եթե Հիսուսին բերանովը Տեր դավանես եւ սրտումդ հավատաս, որ Աստված նրան մեռելներից հարություն տվեց, կփրկվես»։ Այսպիսով նոր կտակարանյան փրկության համար երկու պարտադիր պայման կա։ Հիսուսին Տեր ես դավանում ու հավատում, որ Աստված նրան մեռելներից հարություն է տվել։ Դե իսկ աշակերտներն արդեն Հիսուսին Տեր դավանել էին, սակայն այդ պահին նրանք առաջին անգամ հավատացին, որ Աստված նրան հարություն էր տվել մեռելներից։ Նրանք հին կտակարանյան ժամանակաշրջանից անցան նոր կտակարանյանին, եւ դա որպես օրինակ է։ Դա նրանց հետ կատարվեց հարուցյալ Քրիստոսի հետ դեմ առ դեմ հանդիպման եւ նրանից հոգու շունչը ստանալու միջոցով։ Այսպիսով հոգի բառը հունարեն պնևման է, որն ունի նաեւ քամի եւ շունչ իմաստները։ Ուստի երբ Հիսուսը փչեց նրանց մեջ եւ ասաց. «Առեք Սուրբ Հոգին», նա ասում էր. «Առեք Սուրբ Շունչը»։ Այդ ժամանակ անձ առ անձ ուղիղ փոխանցում կատարվեց։ Նրանք նոր արարածի մի մասնիկը դարձան։ Հիշեք, առաջին արարումը, երբ Աստված կավից մարմին կերտեց նրան կենդանի շունչ դարձնելու համար, Աստված ինչ արեց։ Նա կյանքի շունչը փչեց նրա մեջ ու մարդն արարվեց։ Նա կենդանի շունչ դարձավ։ Նոր արարումը հետևում է նույն օրինակին, սակայն պարտեզում արդեն հարուցյալ փրկիչն է, ով անցնելով մահվան միջով եւ դուրս գալով գերեզմանից, իր աշակերտների մեջ փչեց մի կյանք, որը կատարելապես հաղթական է։ And who breathes into his disciples a life that is totally victorious. Մի կյանք, որը հաղթել է մեղքին, սատանային, մահվանն ու գերեզմանին։ Դա հարուցյալ փրկչի փչած շունչն է։ Ես անձամբ հավատում եմ, որ սա օրինակ է յուրաքանչյուրի համար, ով պետք է մտնի նոր փրկության մեջ։ Չեմ հավատում, որ դու կարող ես փրկվել առանց Հիսուսին հանդիպելու։ Չեմ ասում, թե նրան տեսանելի կերպով ես հանդիպելու, ինչպես աշակերտները, սակայն չեմ հավատում, որ Հիսուս Քրիստոսի ճշմարիտ եկեղեցին տանող այլ ճանապարհ կա բացի Հիսուսից։ Նա ասաց. «Ես եմ դուռը, ինձնով ներս մտնողը կփրկվի»։ Ուստի հավատում եմ, որ նոր ծննդի համար սա օրինակ է ամեն մեկին։ Մենք պետք է հանդիպենք Հիսուսին։
ոչ միայն հավատալ ինչ որ վարդապետության ու միանալ որևէ եկեղեցու, այլ նաև անձնական հանդիպում ունենալ հարուցյալ Քրիստոսի հետ եւ ստանալ նրանից Աստծո շունչը, որը Սուրբ Հոգին է ու դառնալ նոր արարած։ Այսպիսով մենք մահից անցնում ենք դեպի կյանք։ Հիշում եմ, երբ Հիսուսին դեմ առ դեմ հանդիպեցի, ոչ տեսանելի կերպով իհարկե, բայց դեմ առ դեմ, երկրորդ աշխարհամարտի ժամանակ բրիտանական բանակի մի զորանոցում։ Փրկության մասին ես ոչ մի վարդապետական գիտություն չունեի։ Ես չէի կարող ասել, որ վերստին ծնվել եմ, չգիտեի, թե ինչ պետք է անել փրկվելու համար, բայց հավատացեք ինձ, ես փրկվեցի։ Ավելի ուշ ես տեղեկացա վարդապետությանը, սակայն արդեն ես հանդիպել էի Հիսուսին։ Պարզապես ցանկանում եմ ասել, սիրելիներ, որ չեք կարող հանդիպել Հիսուսին ու մնալ նույնը։ Դու կարող ես միանալ որևէ եկեղեցու եւ չփոխվել։ Քո գլխով կարող ես հավատալ ամեն տեսակ բաների ու չփոխվել, բայց երբ հարուցյալ Քրիստոսին ես հանդիպում, դու ուրիշ մարդ ես դառնում եւ դա մնայուն է։ Ահա 45 տարի է այդ դիմացել է ժամանակի փորձությանը։ Դրա մեջ ինձ համար ոչ մի վարդապետություն չկար։ Իսկապես նույնը նաեւ աշակերտների համար էր։ Նրանք ոչ թե հանկարծակի սուրբգրային հայտնություն ունեցան, այլ հանդիպեցին Հիսուսին եւ ընդունեցին Սուրբ Հոգին, Աստվածային, հավիտենական հարուցյալ կյանքը։ Անապական կյանք, մի կյանք, որն անպարտելի է։ Ավելի ուշ Հովհաննեսն այդ մասին ասում է. ով Աստծուց է ծնված, հաղթում է աշխարհին։ Այդ կյանքը քո մեջ ունենալով դու չես կարող պարտվել։ Այն հաղթել է այն ամենին, ինչը չար է։ Այն վեր է ամեն ինչից։ Այն հիասքանչ է։ Այդ պահին աշակերտները ստացան աստվածային հավիտենական հարուցյալ կյանք։ Սակայն նրանց դեռ պակասում էր ծառայության ուղղորդումը։ Շատ օրեր հետո Պետրոսը կրկին դուրս գնաց զուգվորսալու։ Նա դեռևս չգիտեր, թե Աստված ինչ է սահմանել իր համար։ Նրանք նաև ոչ մի ազդեցություն չէին թողնում Երուսաղեմի վրա։ Երուսաղեմը շարունակում էր մնալ նույնը։ Նրանք ամեն օր տաճարում փառաբանում ու օրհնաբանում էին Աստծուն, սակայն դա ոչինչ չէր փոխում Երուսաղեմում։ Եվ Հիսուսը հարուցյալ Կիրակից մինչև իր համբարձումն ընկած ժամանակամիջոցում, երբ աշակերտներն արդեն այս փորձառությունը ունեցել էին, ասաց նրանց. «Դեռ ստանալու բան կա, մի կարծեք, թե ամբողջն եք ստացել»։ Երբ հանդիպում եմ մարդկանց, ովքեր ասում են, ես ամենը ստացա, երբ փրկվեցի, ես ասում եմ, եթե ամենն է ստացել, ուրեմն եկեք տեսնենք, որտեղ է այն։ Այն պետք է երևա։ Ես ցանկանում եմ երկու հատված ընթերցել, որտեղ Հիսուսը պարզ է դարձնում, որ ավելին կա ստանալու, քան նրանք ստացան վերստին ծնունդով, որքան էլ այն հրաշալի էր։ Ղուկասի 24-րդ գլուխ 48 եւ 49 համարները։ Նաև մտապահեք այս խոսքերը, որ ասվեցին նրա համբարձվելուց քիչ առաջ, հարությունից մոտ 40 օր հետո։ Դուք էլ այս բաների վկաներն եք, նա դիմում է աշակերտներին։ Եվ ահա ես իմ հոր խոստումը ձեզ կուղարկեմ, դուք էլ Երուսաղեմ քաղաքում նստեցեք, մինչև վերից զորություն ստանաք։ Այսպիսով նա ասաց, որ դեռ ինչ որ բան է լինելու։ Հոր խոստումը դուք դեռ չեք ստացել, բայց երբ ստանաք, այդ դուք զորություն կստանաք իմ վկաները լինելու։ Ինչպես նաև Գործք առաքելոց 1 գլխի 4 եւ 5 համարներում։ Եվ նրանց մեկտեղ հավաքված ժամանակ պատվիրում էր Երուսաղեմից չհեռանալ, այլ հոր ավետիսին սպասել, որ ասաց. ինձանից լսեցիք։ Այնուհետև նա բացատրում է, թե որն է հոր խոստումը, որովհետև Հովհաննեսը իրավի ջրով մկրտեց, բայց սրանից ոչ շատ օրեր հետո դուք Սուրբ Հոգով կմկրտվեք։ Սա է հոր խոստումը։ Ինչ որ մեկը հաշվել է, որ Աստվածաշնչում Աստծո 7000 խոստումներ կան, բայց սա է մեծագույն խոստումը, հոր խոստումը իր զավակների համար։ Դուք Սուրբ Հոգով կմկրտվեք։ Այնուհետև 8-րդ խոսքում նա բացատրում է նպատակը։ Նա ասում է. դուք զորություն կստանաք, երբ Սուրբ Հոգին ձեզ վրա գա, եւ իմ վկաները կլինեք Երուսաղեմում, Հրեաստանում ու Սամարիայում եւ մինչեւ աշխարհի ծայրերը։ Սա Սուրբ Հոգով մկրտվելու խոստումն է, որի նպատակը վկա լինելու համար զորություն ստանալն էր։ Այն դեռ չէր կատարվել։
Հարության կիրակից մոտ 40 օր անց նրանք նորովի ընդունեցին Սուրբ Հոգին։ Հիսուսն ասաց. «Մի նոր փորձառություն է սպասվում, որը զորություն է տալու ձեզ իմ վկաները լինելու համար»։ Աստվածաշնչի գրեթե բոլոր մեկնաբանները համաձայնվում են, որ այս երկրորդ խոստումը ի կատար ածվեց Պենտեկոստեի օրը։ Եկեք այժմ բացենք Գործք առաքելոց 2-րդ գլուխը եւ կարդանք այն հատվածը, որը նկարագրում է խոստումի իրականացումը։ Առաջին հերթին կկարդանք Գործք առաքելոց 2-րդ գլխի առաջին 4 համարները։ Եվ երբ Պենտեկոստեի օրը եկավ, բոլորը միաբան մեկտեղ էին։ Ու հանկարծ երկնքից մի ձայն եկավ, սաստիկ փչող քամու պես, եւ լցրեց ամբողջ տունը, որտեղ նստած էին։ Եվ կրակի նմանվող բաժանված լեզուներ երևացին նրանց, եւ նրանցից յուրաքանչյուրի վրա նստեց։ Եվ նրանք բոլորը Սուրբ Հոգով լցվեցին ու սկսեցին այլ լեզուներ խոսել, ինչպես Հոգին նրանց խոսել էր տալիս։ Ահա սա է խոստումի կատարումը։ Ցանկանում եմ նշել այս փորձառության 3 հաջորդական փուլերը։ Առաջինը, Սուրբ Հոգին զորավոր քամու պես վայր իջավ եւ լցրեց ողջ տունը, ուր նստած էին նրանք։ Հաշվի առեք, որ մկրտություն բառը թարգմանաբար նշանակում է ընկնվել կամ խորասուզվել։ Սա անհերքելի լեզվաբանական փաստ է, այնպես որ յուրաքանչյուր մկրտություն պետք է լինի ընկղմումով։ Ջրի մկրտությունը ջրի մեջ ընկնվելն է, իսկ Սուրբ Հոգու մկրտությունը Սուրբ Հոգու մեջ։ Ջրի մկրտությամբ դուք խորասուզվում եք ջրի մեջ, այնուհետև դուրս գալիս։ Սակայն Սուրբ Հոգու մկրտությամբ Հոգին է վերից իջնում ձեզ վրա եւ ձեզ ընկղմում իր մեջ։ Եթե ջրի մկրտությունը նման է լողավազանի մեջ սուզվելուն, ապա Հոգու մկրտությունը նման է Նիագարայի ջրվեժի տակ կանգնելուն։ Հիշում եմ, երբ առաջին անգամ տեսա Նիագարայի ջրվեժը, ասացի, անգամ կես վայրկյան կանգնելով նրա տակ ամբողջությամբ կթրջվես։ Սակայն այս դեպքում ոչ թե ընկնվում ես խորասուզվելու միջոցով, այլ վերևից հեղվող ջրի մեջ հայտնվելով։ Այնպես որ այդ պահին վերնատանը գտնվող բոլոր աշակերտները ընկնվեցին վերից իջնող Սուրբ Հոգու մեջ։ Գրված է, որ Սուրբ Հոգին լցրեց այն վայրը, որտեղ նրանք նստած էին։ Այսպիսով նրանք ամբողջովին ընկնվեցին Սուրբ Հոգու մեջ, սա առաջին փուլն էր։ Երկրորդ փուլն այն էր, որ նրանք բոլորը լցվեցին Սուրբ Հոգով, յուրաքանչյուրը լցվելով ընդունեց Սուրբ Հոգին։ Եվ երրորդ փուլը, որն անվանում են բխում, նրանք սկսեցին խոսել նոր լեզուներով, ինչպես Հոգին նրանց խոսել էր տալիս։ Մատթեոս 12-րդ գլխի 34-ում Հիսուսն ասում է, որ սրտի լիությունից խոսում են շուրթերը։ Այլ խոսքերով, երբ ձեր սիրտը չափից դուրս լցված է, այդ լեցունությունը դուրս կբխի ձեր բերանից խոսքի տեսքով։ Այսպիսով սա Սուրբ գրային է։ Երբ նրանք ամբողջությամբ լցվեցին, այլևս չպահեցին այն իրենց ներսում եւ տեղի ունեցավ բխում։ Նրանք սկսեցին խոսել, ինչպես Հոգին նրանց խոսել էր տալիս։ Ահա սրանք են այս փորձառության 3 փուլերը։ Ընկնվել վերից, լցվել եւ բխել։ Տեսականորեն նրանք կարող էին ընկնվել, սակայն չլցվել, կամ կարող էին ընկնվել եւ լցվել, սակայն այն նրանցից դուրս չբխեր։ Բայց հարցս հետեւյալն է. ինչու չունենալ լավագույնը։ Ես հաճախ եմ քարոզում կաթոլիկներին եւ դա անելիս ես միշտ հիշեցնում եմ նրանց, որ նոր կտակարանի իրենց ամենասիրելի անձերից երկուսը, Մարիամն ու Պետրոսը, Սուրբ Հոգին հենց այս ճանապարհով ստացան։ Եվ ես ասում եմ նրանց, եթե նրանք այդ ճանապարհով ստացան, ապա ինչու այլ ճանապարհով այն ստանալ։ Եվ այս խոսքից մի քանի րոպե անց ես հարյուրավոր կաթոլիկներ եմ տեսնում, ովքեր ստանում են Սուրբ Հոգին։ Բարի, թույլ տվեք կարդալ իմ մեկնաբանությունն այս երկրորդ փորձառության մասին։ Աշակերտներն այդ պահին ստացան գերբնական զորություն, որը դրսևորվեց։ Բոլորն էլ տեսան այն։ Այն պարզապես մի ներքին փորձառություն չէր, այն գերբնական զորություն էր։ Նրանք վկայելու համարձակություն ստացան, ինչը նախկինում չունեին։ Նրանք վերստին ծնված էին, սակայն դեռ չէին կարողանում համարձակությամբ վկայել։
Նրանք ստացան Աստծո խոսքի ներգործություն։ Մի քանի րոպե անց Պետրոսն առանց գրառումների եւ նշումների կանգնեց եւ ասաց. «Սա Հովել մարգարեի խոսքն է»։ Դրանից մեկ ժամ առաջ նա չէր կարող մարգարանալ այդ մասին, սակայն այդ բանից անմիջապես հետո Աստվածաշունչը լիովին նորովի էր հայտնվել եւ երրորդ նրանք արձակվեցին առաքելական ծառայության մեջ։ Պետրոսը Պենտեկոստեից հետո այլևս չվերադարձավ ձկնորսությանը։ Եվ վերջապես ողջ Երուսաղեմը զգաց ազդեցությունը։ Մի քանի ժամվա ընթացքում ողջ Երուսաղեմն իմացավ, որ ինչ որ արտասովոր բան է տեղի ունեցել։ Այսպիսով, երբ նրանք վերստին ծնվեցին, այն չտարածվեց, սակայն երբ Սուրբ Հոգով մկրտվեցին, այդ լուրը տարածվեց։ Ձեզնից քանիսը սեփական փորձառությունից գիտեն, որ այն երկար չի կարող թաքնված մնալ։ Այն նաև ինչ-որ կերպ շարժ է բերում, նկատել եք երբևէ։ Ինչ-որ մեկն իմ ընկեր Բոբ Մանֆորդին հարցրել է, թե որն է մկրտության վկայությունը, նա պատասխանել էր անախորժությունները։ Իսկ այժմ եկեք նայենք ստորև բերված փոքրիկ ամփոփմանը։ Ես պարզապես ցանկանում եմ երկու կիրակիները դնել կողք կողքի։ Ձախ կողմում հարուցյալ կիրակին է, աջ կողմում Պենտեկոստեի կիրակին։ Եթե նկատում եք, 3 տարբերություն կա։ Ներքևում այդ բացականչական նշանն իմ սկզբնական նշումների մեջ այստեղ վերևում էր, սակայն խնդիր չկա, ամեն ինչ նորմալ է։ Հարուցյան կիրակին հարուցյալ Քրիստոսն է։ Պենտեկոստեի կիրակին համբարձված Քրիստոս, փառավորված։ Հարուցյան կիրակին ներշնչված հոգի, Պենտեկոստեի կիրակին բխող հոգի։ Հարուցյան կիրակին արդյունքը կյանքն էր։ Պենտեկոստեի կիրակին արդյունքը զորությունն էր։ Նրանցից ոչ մեկը մյուսին չի հակասում։ Սա կամ-կամի հարց չէ։ Երկուսն էլ Աստծո նպատակն է իր ողջ ժողովրդի համար։ Սակայն այն փաստը, որ դու փորձառել ես հարուցյան կիրակին, չի նշանակում, որ Պենտեկոստեի կիրակի կարիքը չունես, պարզ է։ Ուրեմն մկրտականը, ով ասում է ես այն ստացա, երբ փրկվեցի, նա ճիշտ է, սակայն նա ամբողջը չի ստացել։ Իրականում ճիշտն ասած, կարծում եմ, որ մեզանից մեծ մասը չի ստացել ամբողջը։ Կարծում եմ, մեզնից շատերի համար դեռ շատ ավելին կա ստանալու։ Հուսով եմ, ամեն ինչ պարզ է։ Երբ նկատեցի այս եւ երկու կիրակիները կողք կողքի դրեցի, ես այլևս որևէ խնդիր չունեցա այն հարցում, թե ով է ստացել Սուրբ Հոգին եւ ով ոչ։ Աստծո յուրաքանչյուր վերստին ծնված զավակ Սուրբ Հոգին ստացել է որպես կյանք, բայց Աստծո ամեն մի վերստին ծնված զավակ ըստ նոր կտակարանի կարիք ունի մկրտվելու Սուրբ Հոգով եւ ստանալու գերբնական զորություն վկայելու համար։ Սրանք չեն հակասում, այլ կատարելապես համընկնում են միմյանց հետ։ Այժմ շեշտը դնենք ճիշտ տեղում։ Առեք Սուրբ Հոգին։ Ցանկանում եմ ցույց տալ ձեզ, որ դա առաջարկ չէր, այլ հրաման։ Հիսուսն այն որպես առաջարկ չի հնչեցնում, նա պատվիրում է։ Ահա մի ընդգծում։ Գործք առաքելոց 2-ից սկսած։ Նոր կտակարանում Սուրբ Հոգի ստանալ արտահայտությունը վերաբերում է միայն Պենտեկոստեի փորձառությանը։ Բարի, սա պարզապես նոր կտակարանյան գործածության թեմա է։ Այն չի ասում, թե մի կողմ է դնում մյուս փորձառությունը, այլ նշանակում է, որ Գործք առաքելոց 2-րդ գլխից սկսած, որտեղ խոսվում է Սուրբ Հոգի ստանալու մասին, խոսքը վերաբերում է Պենտեկոստեի փորձառությանը։ Եկեք արագ 3 օրինակ դիտարկենք։